Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն ձեզ ասեմ, որևիցե մեկի հետ մենք բացի մեր 5 պաշտպաններով եւ Միքայել Սրբազանի, այս հարցը որևիցե մեկի հետ չի քննարկվել, որևիցե մեկի կարծիքը չենք հարցրել։ Այդ պահին, երբ որ տեսանք, որ նմանատիպ process է գնում, երբ որ մենք առանձին ենք խորհրդատվական, այսինքն կոնֆիդենցիալ մասով խոսում ենք միանց հետ, այդ մասով ես էլ հարցի Սրբազան ասի, ձեր դիրքորոշումը որն է, այսպիսի բաներ եմ պատտվում, ասեց, այո, ասեց ինձ էլ լրագրողը այսպիսի հարց տվեց։ Ձեր դիրքորոշումն ասեց, իհարկե չեմ ուզում։ Եվ այդ ժամանակ քննարկեցինք նաև հնարավոր ռիսկը, որ սա կապակցեն այս գործի հետ եւ փորձեն, այսինքն փորձեն մեր այս գործի վրա ազդել ու կարծես այդ հրապարակային կոչնել հիմնավորեն դրանով, այդ ժամանակ հայտարարություն կազմելու գաղափար ծնվեց, որ նման հայտարարություն արվի, բայց մենք որոշեցինք, որ հայտարարությունը կհրապարակենք, երբ որ քննչական գործողությունները ավարտվի։ Եվ երբ որ այդ հայտարարության տեքստը Սրբազանը կազմվեց, Սրբազանը ստորագրեց, ուրեմն մենք դա վերցրեցինք, այնուհետև քննիչը ներս մտավ, մենք շարունակեցինք քննչական գործողությունները, որովհետև մենք մի պահ, երբ որ արդեն ձերբակալումից հետո, այդ արձանագրելուց, այդ ձևական բաներն անելուց հետո մենք բանձնազրույց ենք ուզում ունենալ դուրս եկեք, մենք մնացինք սկսեցինք մեր քննչական կոմիտեում։ Այո, մենք առանձին 5 պաշտպան եւ Սրբազանը։ Երբ որ ավարտեցինք, հետո քննչական գործողությունն ավարտեցին, դուրս գալուց, նույնիսկ վերելակով, երբ որ իջանք ներքև առաջին հարկ, ես այդ հայտարարությունը տեղադրեցի ու դրանից հետո դուրս եկանք արդեն լրագրողների հետ, միանգամից դուրս ենք եկել հարցը պատասխանենք։ Չգիտեմ, ես չգիտեմ, որից հետո եղավ, դուք կարող եք նայել ասել։ Հավանաբար Մարությանը Սրբազանի աջակցությունը կամ համաձայնությունը ապրիորի ունեցել է այդ առաջարկը նրան բացառելու հարցում եւ հավանաբար կապել է դեպի այրացի օգնությանը կամ համաձայնությանը դեպի դա չի ստացվել։ Ես չգիտեմ, այդ մանրամասները չգիտեմ նաև որ ինքը Էդմոն Մարությանի հետ մոտ է, մոտ չէ, ինչ են խոսել, այդ պահին, քանի որ հրապարակային իշխանազավթման կոչի համար մեղադրում են Սրբազանին եւ զուգահեռ իշխանության բարձրաստիճան պաշտոնի համար հրավիրում են, որ այդ պաշտոնը զբաղեցնի, մենք այստեղ կոնկրետ ես այստեղ նաեւ վտանգավոր բան տեսա, կապ տեսա, որը այս քրեական գործի հետ կապված կարող է խնդիր ունենալ։ Տեսեք, մենք տեսնում ենք, չէ, որ իրենք գործի չունեն, գործի նյութ չունեն, իրենք հարուցում են, հետո սկսում են հավաքել նյութերը։ Օրինակ, հարուցեցին, հետո հարուցելուց հետո մի քանի օր հետո ասում են, այ Սրբազանը այսպիսի բան ասեց։ Հիմա միգուցե փորձում են Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանի խոսակցությունից, հիմա որ առանց իրենք խոսեն, մարդ են կարող խոսեն ինչ-որ մի բան, հետո կտրեն, դա էլ բերեն ներկայացնեն գործի մեջ, ասեն, տեսեք, սա էլ է ապացուցում։ Հիմա նույնը այդ պաշտոնի առաջադրումը կարող դա էլ բերեին կապակցեն այս գործին։ Մենք հասկանում ենք, որ իրենք իրականում գործ չկա այստեղ։ Չեմ կարող ասել, մի բան կարող եմ ասել, որ
իրենք սկզբից տարել են Նուբարաշեն, մեզ այդպես ասեցին։ Ասին Նուբարաշեն ենք տարել, ես նույնիսկ հենց այդ օրը գնացի Նուբարաշեն, բարձեցի, որ Նուբարաշենում չի, հետո եկա արդեն ԱԱՑ-ի մեկուսանում տեսակցեցի, ինքը ասեց տարել են Նուբարաշեն ու նույնիսկ չեն ընդունել Նուբարաշենում, հետ են բերել։ Բերել են միանգամից ԱԱՑ։ Չէ, դե իսկ որևիցե մենք հիմա պաշտոնական հարցումներ անելու ենք։ Քանի որ դրան հաջորդեց ոչ աշխատանքային օրը շաբաթ կիրակի, հիշում եք, ուրբաթ գիշերը սկսվեց, շաբաթ կիրակի ոչ աշխատանքային օր է։ Հա, տեսակն է սահմանափակված։ Հարցեր հա։ Հա։ Լավ, ասեք։ Դմրեք։ Շատ լավ հարց եք տալիս, սկսեմ հեղաշրջում բառից, որին անդրադարձակ, այդ հարցը մենք դատանում ենք բարձրացրել, քանի որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում որևէ տեղ հեղաշրջում բառը չկա, մենք քննիչին դատախազին հարցնում ենք, ասում ենք, լավ դուք ինչ եք հասկանում հեղաշրջում ասելով, որովհետև իրանք հատկապես շեշտադրումը դրել էին հեղաշրջում բառի վրա, մենք ինչ եք հասկանում, որևէ պատասխան չեղավ, մենք բացատրական բառարանից ներկայացրեցինք, որ հեղաշրջում մի քանի տեղ նշում է արմատական փոփոխություն, ու հեղափոխություն որոշ առումով եւ այլն։ Հիմա ասում ենք սրանից ի՞նչն եք դուք դիտարկում որպես իշխանություն զավթելու ուղղված գործ։ Զերո արձագանք, միանշանակ եմ ասում, որովհետեւ կերպ մեկնաբանություն չկա։ Այսինքն այս առումով նորից հեղաշրջում բառը որովհետեւ կերպ չեն կարող իրենք տեղավորել այս հանցավոր տրամաբանության մեջ։ Գալիս ենք դատախազության դիրքորոշմանը, որ ասում են նոր լույսի ներքո ենք նայ։ Նման իրավական հասկացություններ չկա, դատախազությունը քաղաքական մարմին չի, ինչ որ չգիտեմ, փողոցում խոսացող մարդիկ չեն, իրենք պետության անունից մեղադրանք են ներկայացնում մարդուն եւ իրանք պարտավոր են գործել իրավաբանորեն, օրենքով։ Օրենքում չկա դες բան նոր լույսի ներքո։ Այս արարքը գիտեք ինչ կա։ Կա ապահովների համակցություն, հիմա դա եմ ասում։ Կա ապահովների համակցություն, կա բոլոր հանգամանքների վերլուծություն, բայց երբ որ անձը նույն բանն է ասել, այդ նույն բանը 6 անգամ կրկնել իր համար չի եղել հանցագործություն, 7-րդ անգամ կրկնելը սոսնայել են, եթե 6-ից 7-րդն է, ուրեմն նոր լույսի ներքո նայենք, որոշենք, որ հանցագործություն, այսինքն արարքն է հանցագործություն։ Դրա կրկնությունը կարող է լինել նոր հանցանք, կարող է լինել հանցանքի շարունակություն, բայց չի կարող լինել, որ սա հանցագործություն չի, կրկնությունը նոր լույսի ներքո մենք համարեցինք հանցագործություն։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ ինչ որ հիմա իրանք հրապարակային ասում են,
ուրեմն քրեական բարություն նման փաստական հանգամանքներ չկան, դատարան չեն ներկայացել, Միքայել Սրբազանի եւ մեր չեն ներկայացել, այսինքն իրենք հասկանալով, երբ որ իրենք գաղտնի էին անում, դա ուրիշ բան է, երբ որ հրապարակային մենք ներկայացրեցինք իրենց դատարկ փաստարկները, հիմա փորձում են սա ուղղել հանրությանը, սա իրավաբաններին ուղղված հայտարարություն չի, ինչ որ դատախազությունը ասում է, սա ուղղված է հասարակությունը մոլորեցնելուն, որ ինչ որ բան ասելու։ Այնպես որ երբ որ իրենք ասում են, որ գիտեք ինչ կա Բագրատ Սրբազանի լույսի ներքո, գործի ներքո, բացակայապես այստեղ որևէ հիմնավորում չկա։ Ուրեմն այդ հարցին կարճ անդրադարձնեմ, եւս մեկ անգամ կանդրադառնամ, երբ որ պետությունը իրավասու մարմինների մակարդակում գնահատական է տալիս որևէ արարքի, որևէ հայտարարության այդտեղ հանցագործություն չի տեսնում, դրանից հետո ցանկացած քաղաքացի լեգիտիմ ձևով պետք է հասկանա ակնկալի, որ սա հանցագործություն չի եւ ինքը կարող է նույն գործողությունը կատարել։ Հիմա երբ որ դու ասում ես պետություն, որ Միքայել Սրբազանի հայտարարություն են, որում տեսեք ռազմական հեղաշրջում է պետք, գեներալիտետի միջոցով, ուժային կառույցների միջոցով, այս ամբողջը դու դիտարկել ես, որ հանցագործություն չկա, ուրեմն բոլորս պետք է ակնկալենք, որ այստեղ հանցագործություն չկա։ Եվ եթե հաջորդ անգամ նույն բանը ասենք, դու դիտարկում ես հանցագործություն, ուրեմն շատ կարևոր բան կա, դատախազությունը իրավասու պետական մարմինի, երբ որ դիրքորոշումը փոխում է, ինքը պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ, այսինքն դու ունես մոտեցում, այս մոտեցումը պետք է կայուն լինի։ Եթե դու այդ կայունությունից շեղվում ես, ուրեմն պետք է տաս հստակ հիմնավորումներ, թե ինչու շեղվեցի։ Իրենք ոչինչ չեն տվել, իրենք ուղղակի ասում են, Բագրատ Սրբազանի գործի լույսի ներքո, սա որևէ բան չի նշանակում, էլի իրավական որևէ փաստակ չի հանդիսանում։ Որոշումը դեռ չենք ստացել, պատճառաբանված որոշումը ճակերտներով պատճառաբանված, երբ որ ստանանք, անպայման դիմել ենք։ Տեսեք, ստիպված եմ կրկնվելու, բայց նախ պարոն Թաթվանի մասով ասեմ, պարոն Թաթյանը վերջում եկավ, մեջտեղի մասում եկավ, երբ որ արդեն շատ ջրեր էին հոսել, մի քանի անգամ Սրբազանը փորձել էր գնալ, պարոն Թաթյանը չի ազդել, Միքայել Սրբազանի վրա չէր կարող ազդել, այսպես ասեմ։ Ավելին, մենք էլ չէինք կարող ազդել, մենք մեր կարծիքն ենք ասել։ Ես չեմ կարծում որևիցե փաստաբան, որ այդ բանին իր վստահորդ այդ հարաբերությունը ունենք խորտ ասի, եկել են քեզ ձերբակալեն, նայեք, ոստիկանները այդ հատվածում են, ԱԱՑ-ն այդ հատվածում է, զինված եկել են։ Ու ասում է պետք է կատարեն քննիչի որոշումը։ Պարոն Արոնյանը նշեց, այստեղ իր կամային ակտի հարց չկար։ Մենք ունենք երկու տարբերակ, կամ դա անելու են բռնի ծեծելով ջարդելով, կամ անելու են ոչ այդպես։ Իմ անձնական կարծիքով եղավ ամենալավ տարբերակը չայրած փոքրագույնը եղավ։ Որովհետև Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասավ առանց որևէ ձեռնաշղթա, առանց նվաստացման, իր կամքով, հենց նույնիսկ երված ինքը իր կամքով գնաց այդտեղ։ Մյուս տարբերակը, հարգելներս, լինելու էր բռնի ուժով։ Երրորդ տարբերակ չէր կարող լինել։ Ես վստահեցնում եմ, ուրիշ տարբերակ չկար եւ ոչ ես եմ դա տեսել, ոչ Սրբազանը, բայց միևնույն է որոշում կայացնող եղել է Սրբազանը։ Իսկ մի բան էլ ասեմ, էլի, երբ որ նման բաներ եք ասում, որ են ազդել, դուք Սրբազանին չեք ճանաչում։ Սրբազանին ավելին ասեմ, ես Սրբազանի, երբ որ դուրս էր գալիս ձեր մոտ լրագրողի մոտ խոսելու, խնդրել եմ, ասեմ, խնդրում եմ այդ գործից չխոսեք։ Դուրս եկավ էլի Սրբազանը խոսում էր, ես ստիպված իր ձեռքը ծեխում եմ Սրբազան։ Ասում եք հարցեր են տալու, մի խոսեք, ձեր դեմ են օգտագործելու։ Սրբազանին չեք կարող ասել, մի բան անի կամ չանի, թե նա չուզեցավ դա անի։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Ես ուզում ով Սրբազանին ճանաչում է, գիտի, ինքը իր կամային հատկանիշներով մարդ է եւ ինքը ինչ ուզում, ասում է, ինչ ուզում անում է։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Դա ուզում եմ հստակ իմանալ։